ստեղծվածականներ չնետիկեն մատներ։ Շնորհակալություն ստի։ Ուրեմն մեր այսօրվա դասի թեման լինելու է Աքեմենյան Իրանը քաղաքակրթական ձեռքբերումներ։ Ուշադրություն էլեկտրոնային հրատապտակին խնդրում եմ եղին կոչունքերտի կպատվեք։ Մեր այսօրվա դասի նպատակն է ձեռք ենք բերում գիտելիքներ Աքեմենյան Իրանի աշխարհագրական սահմանների, կայսրության ձևավորման, ընթացքի, Աքեմենյան առաջին արքաների գործունեության մասին։ Շնորհակալություն, փակեք կոչունքերտիկը։ Վերջնարդյունքի մասին մենք ծանոթանանք դասի վերջում եւ համեմատություն հասկացնենք, թե հասել ենք մեր վերջնարդյունքին թե ոչ։ Ով կարող է թվարկել Հայաստանի Հանրապետության քրեվաներին։ Ասա եք։ Վրաստանը, Պարսկաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը։ Բարի նստիր, ինչ ճշգրտով հա, ով գիտի պաշտոնապես ինչպես է անվանում մեր իմացած Պարսկաստանը։ Իրան, շատ բարի, իսկ դեռ անվանումը ինքը ներկայումս ինչպիսի պետություն է։ Կամ մի քանի պետություններ, չէ՞։ Միակ պետություններ, հանրապետություններ, կրոնական պետություններ, աշխարհիկ պետություններ, իր անվանումը հերոստատեսապես է մեկ։ Աշխարհում մի քանի պետություններ կան, որտեղ կրոնը շեշտվում է պետության հարևանությամբ, պետության անվան հարևանությամբ։ Ով գիտի ինչ կրոն են հավանում ներկայիս Իրանի բնակչության մեծամասնությունը։ Ապրես, ոտի կազմի, այդ կերպ ինչպես անվանում մետականությունը։ Ասոսը։ Ինչ ժամանակների վերադաշտություն։ Իսլամ։ Իսլամ։ Չէ, նստեք շնորհակալություն։ Ներկայումս Իրանը կոչվում է պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն, ինքը նաև կրոնական պետություն։ Համաշխարհային պատմությունից մենք անցնելու ենք Իրանի սկզբնավորման առաջին փուլը, հաջորդ փուլերի մասին կանցնենք 11-րդ եւ 12-րդ դասարաններում։ Հին պարսկական ցեղերը մոտավորապես Քրիստոսից առաջ 1000 թվականին եկել եւ բնակվել են հին պետական կազմավորում Էլամից դեպի արևելք ընկած հատվածում եւ ընդունել են Էլամի գերիշխանությունը։ Ժամանակի ընթացքում, երբ որ կործանվում է Էլամ պետությունը, պարսիկները գնում են Ասորստանի ազդեցության տակ։ Այնուհետև Ասորստանի կործանումից հետո ով է հիշում, որ թվականին կործանվեց Ասորստանյան պետությունը, որ թվականին նրա մայրաքաղաքը գրավեցին բաբելոնացիները, մարերը, նաև հայերը, անտեղ ուժերը։ Սերգեյ փորձիր պատասխանել նույնպես քաղաքի անկումը։ Այն տեղի ունեցել Քրիստոսից առաջ 450 թվականին։ 612 թվականին է, բոլոր դեպք բարդ։ Էլ ով հիշել, ես չինեմ։ Ով է հիշում, որ թվականին գրավվեց եւ կործանվեց Ասորստանի մայրաքաղաք Նինվեն։ Ասաց իրան։ Գրավվեց եւ կործանվեց Քրիստոսից առաջ 612 թվականին։ Շատ ապրես նստի, իսկ կարող է նշել, թե ինչ դաշնակիցներ էին մասնակցում Նինվեի գրավմանը, ովքեր էին։ Բաբելոն։ Այս բանը նորից սկզբը հիշել, որ թվականին կործանվեց Ասորստանը։ Սիրանուշ ասա։ Ասորստանը կործանվեց Քրիստոսից առաջ 612 թվականին։ Ապրես, հայրան ով կազմի։ Բացի Ասորստանից, ուրիշ ինչ երկրներ էին մասնակցում Ասորստանի պատերազմին, բացի բաբելոնիցները։ Հայաստանը, Հունարաստանը։ Ապրես, նստի։ Արդյոք ոտի կազմի։ Արդյոք Մանաստանի թագավորը
ի նշան շնորհակալության։ Ում թափ ուղարկեց։ Հայոց նահապետ ի նշան շնորհակալության Մարաստանի թագավորը ում թափ ուղարկեց։ Հայոց նահապետ Պողորմի։ Ապրես։ Եվ եկեք հիշեք Մովսես Խորնանցու այն տողերը, երբ ասում էր, ես այժմ ուրախանում եմ, երբ հասնում եմ այն տեղը, երբ մեր բնիկնակնին, այսինքն հայկի սերունդները հասնում են թագավորության մակարդակին։ Այսքան մասը վերջ։ Քրիստոսից առաջ 6-րդ տարում դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան ամբողջ տարածաշրջանում։ Նախ եւ առաջ 7-րդ տարի վերջին տեսանք, որ ծնվել էր Ասորեստանը եւ առաջացել էին մի քանի փոքր նոր խաղացողներ, որոնք էին Մարաստանը, Բաբելոնիան եւ Փոքր Ասիայում մի քանի պետություններ, որոնցից գլխավորը Լիդիան էր։ Սակայն շուտով լարվեցին հարաբերությունները հենց Մարաստանի ներսում, երբ Մարաստանի դեմ ապստամբեց պարսիկների առաջնորդ Կյուրոսը, որը կառավարել է Քրիստոսից առաջ 558-ից մինչև 529 թվականներ։ Ունենալով նաև հայոց պատմությունից հիշում ենք հայոց թագավոր Տիգրան Երվանյանի աջակցությունը դաշնակիցներին հաջողվում է շատ արագ գործանել մարական պետությունը, գրավել նրանց մայրի քաղաքը եւ ստեղծում է նոր պետություն, հզոր պետություն, կայսրություն Պարսկաստան։ Դերևս տեսեք քարտեզի վրա դրված է Աքեմենյան տերություն, դերևս մենք նրան Աքեմենյան չենք անվանում ենք Կիրոս մեծի պետություն։ Ուրեմն Կիրոս մեծ արշավանքներ ձեռնարկել 539 թվականին գրավեց Բաբելոնը եւ վերածրեց բաբելոնական պետությունը։ Այնուհետև գրավեց Փոքր Ասիայի մեծ մասը, մտավ կենտրոնական եւ միջին Ասիա եւ գրավեց շատ տարածքներ այնտեղ։ Նա ծրագրել էր գրավել նաեւ Եգիպտոսը, սակայն չհասցրեց, քանի որ միջին Ասիայում մասնակիցներ ձեռի դեմ պատերազմում, ճակատամարտում պարտություն կրեց եւ զոհվեց։ Նրան փոխարինել իր որդի Կամբիսը, որին հաջողվեց գրավել ստորին Եգիպտոսը։ Կամբիսը մահացավ Քրիստոսից առաջ 525 թվականին, երբ Պարսկաստանում սկսեցին դժդժություններ։ Այդ ժամանակ մեծատոմիկներից տարեին հաջողվեց համոզել պարսիկ մյուս մեծամեծներին, իմիջայլոց խորամանկությամբ նաև այդ մասին գրել է Հերոդոտը, եւ 522 թվականին գրավեց Պարսկաստանի կահը։ Հիմա այստեղ մի նրբության մասին եմ ուզում խոսել, բոլոր գրաված երկրները ապստամբեցին, հիմնավորում բերելով այն, որ տարերը իրավունք չուներ գրավելու Պարսկաստանի կահը։ Իրենք արդեն հավատարմության երկում տվել էին եւ Կյուրոսին եւ Կամբիսին, սակայն դա իրենց համար առիթ էր։ Իսկ Պարսկաստանի պետք էր ուժեղ թագավոր, այնտեղ դժգոհություններ ներքին չկային։ Տարեին հաջողվեց 2 տարում Քրիստոսից առաջ 522-ից 20 թվականներին պարտության մատնել բոլոր ապստամբված երկրները եւ վերականգնել Կյուրոս մեծի պետության նախկին տարածքները։ Դրանից բացի նա փորձեց նաև արշավանքներ ձեռնարկել դեպի Եվրոպա, անցավ Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները, գրավեց Թրակիան, գտնվում է այստեղ։ Իմիջայլոց ընդ եվրոպական դեսպանատանի մեջ Թրակերենը ազգացից է հայերեն լեզվի։ Սակայն հյուսիսում սկյութների դեմ պարտություն կրեց, այնուհետև փորձեց արձակվել Հունաստանի վրա, սակայն մի զորքերը նույնպես պարտություն կրեցին, սպորտով ով է զբաղվում ձեր մեջ, ով է սիրում սպորտ։ Օլիմպիական խաղերի ամենաերկար հասկը, ինչպես ենք անվանում։ Մարաթոնյան հասկը, ճիշտ, շատ աղյաս։ Ուրեմն նայեք, մի հարց եմ ուզում կես տալ, Նարեկ ջան, որ գիտես կագնես։
Ուրեմն մարաթոնի դաշտում կարճ ասեմ պատմությունը։ Երբ որ ատենացիները հաղթանակ տարան Պարսկական զորքերի նկատմամբ, մի ատենացի վազելով հասավ ատենք եւ հայտնեց ուրախալի լուրը, որ հույները հաղթել են։ Դրանից հետո անշնչած ընկավ եւ մահացավ։ Եվ ի պատիվ նրա օլիմպիական խաղերում մրցրեցի մրցավազք, որը կոչվում է մարաթոն, ավելի քան 40 կիլոմետր պետք է վազեն մասնակիցները։ Ըստ քեզ, եթե այդ ճակատամարտը չլիներ օլիմպիական խաղերում, որպես հոգի սիրահար, օլիմպիական խաղերում կլիներ նման երկարության բացկուբի եւ նման մրցույթ։ Ինչ կարծիք ես։ Եվի չէ, քանի որ այդ մարդը կարողացել էր այդքան վազել եւ այդ սակրանքը հարել։ Շատ բարի, նստիկ, ուրիշ սպորտի ծրագրեր կային, դու ես արտասպորտի կապին։ Արսուն ջան, ըստ քեզ կլիներ այդ վազքը օլիմպիական խաղերում։ Վազքը դիտվա հավորեցնում կերնի, անտա չես կարում չափ վազես,